Պարոն Բագրատունի, ինչպիսի ուղերձ եք ցանկանում հղել հանրությանը այս հոբելյանական օրվա առթիվ նախ։ Ընդհանրապես մեր ամյակներու տոնակատարությունները գլան հաշվետվության համար մեր ժողովրդին։ Այսօր սակայն պայմանները այնքան թարն են եւ թաշան, որ բնականաբար ոչ դոնելու եւ դոնակատարելու դրամատուրգիան մեջ ենք, ոչ էլ անպայմանորեն հաշվետվության խնդիր է, որովհետև ազգովի մենք վտանգված ենք։ Հայրենիքը վտանգված է, մեր ժողովուրդը վտանգված է, մեր եկեղեցին վտանգված է, ոչ միայն էջմիածնական աթոռը, այլ համայն մեր եկեղեցին, եւ մենք ինձ համար այսօր այն բահն է, որ բայկարի վերանորոգման ուխտի բահն է, այլ ելք չունենք։ Այնպիսի գացության մեջ ենք, որ կամ անցանցվածությունը պիտի ընդունենք, կամ բայկարի թրոշը բարձր պիտի պահենք։ Եվ 135-ամյա այս կուսակցության պատմությունը վկա, դարբեր հանքրվաններու, Օսմանյան գայսրութենեն ցարական Ռուսաստան, բոլշևիկյան ռեժիմեն արտերկրի մեջ, սպիրկի մեջ, մեր ժողովրդի պաշտպանությունը, մեր թադի համար բայկարի դրոշագիրը դառնալու իրողությունը դարբեր իմաստներով ազգային, բարեսիրական, մշակութային եւ այլ ծառայություններու իմաստով Դաշնակցությունը իր 135 տարվա կյանքի մեջ մեկ նպատակ ունեցած է պաշտպանել փոխանցակ հայ ժողովրդի իրավունքները։ Այսօր մենք Հայաստանը կնկատենք համայն հայության հայրենիքը, մենք կուզենք նկատել Հայաստանի իշխանությունները համայն հայության իշխանությունները, մեզի համար Հայաստանն ու Սփյուռքը մեկ միասնություն են, այնպես ինչպես Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը մեկ միասնություն են, եւ այսօր այն հանքրվանն է, որ լրջանանք, որ գարենանք վերանորոգել ուխտը եւ միշտ փոցավար բահենք Քրիստափորի, Ռոստոմի եւ Զավարյանի վարած գրակը։ Իսկ մեր օրերում որոնք են ռազմավարական առաջնահերթությունը հայ հեղափոխական դաշնակցության համար, պարոն Բագրատունի։ Հիմնական առաջնահերթությունը Հայաստանը հայ բահելն է։ Հայաստանը հերացնել վտանգավոր այս իրավիճակեն, օդարացումը եւ օդարումը Հայաստանը Սփյուռքեն եւ Սփյուռքը Հայաստանեն արգելել եւ առաջ երթալ, որովհետեւ անպայման մենք վերադառնանք մեր ուժին, Հայաստանը բահենք իսկապես անկախ երկիր, Հայաստանի մեջ ազատությունները լան իսկական ազատություններ, մեր ազգային արժեքները պահպանենք, Արցախի մեր ժողովուրդը արդարորեն եւ հբարդորեն վերադառնա իր հայրենիքը եւ մենք շարունակենք մեր պայքարը։ Պարոն Բագրատունի, ասացիք Հայաստանը հայկական պահելուն է, հա, այսօրվա ջանքերը դաշնակցության, բայց դաշնակցության այդ ջանքերը միշտ Սփյուռքում էր այդ դերակատարությունն իրականացնում, Սփյուռքի հայերին հայ պահելով։ Հիմա այն վիճակում ենք, որ Հայաստանի ներսում պետք է հայկականը պահվի, դուք դա նկատի ունեիք։ Անշուշտ, որովհետև եթե ցեղասպանության իբրև հետևանք կատարված դերահանությունը եւ Սփյուռքի մեջ հայապահպանման անհրաժեշտությունը կար եւ որոշ համեմատությամբ հաջողեցանք այդ հայապահպանումը կատարել Լիբանանեն մինչև հերավոր Ամերիկաները, Ավստրալիա եւ Եվրոպա, դաշնակցությունը իր ուղեկից միություններով եւ նաեւ այլ քաղաքական կամ ազգային ուժերով այսօր դժբախտաբար վտանգը կսվարտա նաեւ Հայաստանի քաղաքականորեն ոչ անպայման ժողովրդի ոչ հայ մնալու մասին է խոսքս, այլ Հայաստանը հայկական պետություն մնալու եւ ժողովուրդը հայորեն շնչելու մասին է խոսքս։ Այսօր վտանգված է հայ առաքելական եկեղեցին, տարբեր խոսակցություններ են պատտվում նաև քաղաքալ առաջնորդի վերաբերյալ, գիտենք, որ 4 բարձրաստիճան հոգևորականներ են կալանավորված, դաշնակցության դիրքորոշումը մի քանի անգամ տարբեր գործիչների հայտարարություններից պարզ է, ամեն դեպքում
ի վիճակի է նաև Դաշնակցությունը որպես քաղաքական ուժ իր վրա վերցնել հարվածը, որպեսզի հայ առաքելական եկեղեցի ինստիտուտը չտուժի եւ չկորցնենք։ Բնականաբար, որտեղ մեզ համար եկեղեցին եղած է այն ողնահարը, այն ողնաշարը, որ մեր ժողովուրդը բահած է այն օրերուն, երբ պետություն չունեինք Օսմանյան շրջանին, այն օրերուն, երբ արգելքներ կային եկեղեցիներու թեմ, երբ արգելված էր եկեղեցվո գոչնակները հնչեցնել, այսօր նույնգացության մեջ ենք, արվեստական ոչ այսօրվա համար հիմնական նշանակություն եցող թերևս պատճառներով, փրփուրներով գահարված ենք եկեղեցականները պաշտպանելու համար եկեղեցին։ Մեզի համար եկեղեցին սրբություն սրբոցն է, եկեղեցին ուր որ ալլա, մեր ժողովրդի ողնահարն է, ողնաշարն է, եւ մենք բարդավոր ենք, մեզի համար հիմնական առաջնահերթությունները մեկն է բահել, պահպանել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, ուր որ ալլա, Էջմիածին, Անտիլիաս, Բادرիարքությունները Երուսաղեմի մեջ կամ Կոստանդնուպոլսի մեջ։